Քաղաքային իշխանությունները խոստանում են լուծել օդի աղտոտվածության խնդիրները, մասնագետներն ահազանգում են. փոշին և մյուս թունավոր նյութերը բազմաթիվ հիվանդությունների, նույնիսկ մահվան պատճառ են դառնում։ Ամբողջ աշխարհում օդի աղտոտվածությունն ազդում է ոչ միայն շնչառական, այլ նաև սրտանոթային հիվանդությունների վրա։ Օդի աղտոտվածության վտանգները առողջապահական առումով կարելի է բաժանել երկու մասին՝ սուր խնդիրներ, որոնք հենց առաջանում են օդի կտրուկ որակական ցուցանիշների վատացման արդյունքում։ Դա վերաբերվում է սուր շնչական խնդիրների առաջացմանը, թթվածինային քաղցի ֆոնի վրա տարբեր տեսակի նյարդային համակարգի խանգարումներին, սիրտանոթային համակարգի խանգարումներին, ինչպես նաև խրոնիկ պրոցեսների սրացմանը։ Ամենախոցելին համարվում են թոքային ախտահարումով հիվանդները, օրինակ բրոնխիալ ասթմայով հիվանդների համար դա դառնում է խիստ վտանգավոր և հաճախ այդ հիվանդները նշում են, որ իրենց կրկնակի եռակի դոզա է պահանջվում հորմոնալ անել, որպեսզի իրենք չունենան շնչահեղձություն, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդների վրա է դա խիստ անդրադառնում, որովհետև թթվածինային քաղցը ինքը բերում է ստրեսային վիճակի։ Երևանը կարմիր գոտում, այսպիսին են օդի աղտոտվածությունը չափող միջազգային աղբյուրների մոնիթորինգի արդյունքները, սակայն չգիտես ինչու համապատասխան կառույցներն անտեսել են ներկայացված տվյալներն ու մեր քաղաքացիներին որևէ կերպ չեն իրազեկել դրա մասին։ Համեմատության համար վերջերս այդպես համեմատություն արվեց, մեր Երևանի օդը համեմատեցին, ինչ վնաս կարող է տալ օրգանիզմին, եթե դա դնենք զուգահեռենք ծխելու հետ։ Եվ մեկ օրվա այդ շնչած օդը հավասարազոր էր, օրինակ 30-ից 40 հատ սիգարետ ծխելուն։ Քաղաքային իշխանություններն էլ են ընդունում, Երևանում օդի որակն ակնհայտորեն վատացել է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնիսկ հանդիմանեց բակերում տերևայրողներին, նշելով, որ դա օդի աղտոտվածության պատճառներից մեկն է։ Այսպես հայտարարել, որ խոտերը վառեցինք և օդը աղտոտվեց, դա մի փոքր անլուրջ է, ես կես լուրջ կես կատակ ասում եմ, որտեղից ծառ, որ մի հատ է տերևները կամ խոտերը վառենք, որ օդը աղտոտվի։ Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ փաստում է, 10 տարուց ավելի է խոսվում է այս խնդրի մասին։ Պատկան մարմիններն էլ քաջատեղյակ էին, որ նման խնդիրներ են ծագելու կանաչ տարածքների հետ կապված, բայց ինչպես տեսնում ենք, իրավիճակը կարգավորվելու փոխարեն ավելի է վատթարանում։ Սխալ կառավարման պատճառով քաղաքապետարանը եւ մնացած պատկան մարմինները ճիշտ ճանապարհով չեն գնում։ Չնայած մենք ունենք պարտավորություններ, բազմաթիվ պարտավորություններ, որոնք մեր առաջ դրված են, մասնավորապես քաղաքապետարանը ունի պարտավորություններ կայուն զարգացման ծրագրերի հետ կապված, Եվրոպական բանկը ֆինանսավորում է այդ ծրագիրը, կայուն զարգացած քաղաքների ցանկում պետք է հայտնվենք։ Այս բոլորը պարտավորություններ եւ դրա համար փող են ստանում։ Այնպես չի որ հենց էտա ուր են գնում այդ փողերը, հիմա այդ հարցը ես էլ ուզում եմ տա։ Ինչու ենք հայտնվել այս վիճակում։ Ինչքան էլ շատ լինեն օդն աղտոտող հանգամանքները, միևնույն է, պետք է լինեն հակազդող միջոցներ նաև։ Դրանցից ամենակարևորը կանաչ տարածքներն են, որոնք ավելացվելու փոխարեն կրճատվում են։ Առավել եւս այդ խնդիրը լուրջ է Երևանի համար, որովհետեւ Երևանում մենք ունենք 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, քան թե մինիմալ սանիտարական նորմն է, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։ Եվ ցավոք սրտի փոխանակ իշխանությունը իրականացնի այնպիսի ծրագրեր, որոնք նպաստելու են օդի ավազանի ինքնամաքրման գործընթացներին, օրինակ լանջերի կանաչապատումը, Սարալանջի ամբողջական այդ հատվածի շարունակական աշխատանքը, ինչը մենք սկսել ենք 2020-21 թվականին, շարունակվեին այս աշխատանքները եւ զբաղվեին լանջերով։ Հակառակը մենք տեսնում ենք ամենաաղետ իրենից ներկայացնող էկո տեսանկյունից, եթե նայում ենք բնապահպանական կենտրոն վարչական շրջանը, որտեղ փողոցների երկայնքով հատվեցին հասուն ծառեր, իսկ հասուն ծառերը քաղաքի համար անփոխարինելի օդափոխության միջանցքներ են։ Այսինքն մենք հիմա փաստացի սխալ գործողությունների հետևանքով ունենք Երևանի կանաչ կմախքի կոտրման խնդիրը եւ դեռ տասնյակ տարիներ կանցնեն, մինչեւ այս նորատունկ ծառերը կկարողանան իրականացնել այն ֆունկցիան, որը սակավաթիվ ծառերը ունեին։
Մայրաքաղաքում իրավիճակը սրվում է պայմանավորված նաև աշխարհագրական դիրքով, շինարարական բումով, տրանսպորտային հոսքերի ավելացմամբ։ Հարկ է նշել Երևանում եւ հարակից տարածքներում 23 հանք կա։ 5000-ից ավելի էլ շենքի թույլտվություն է տրվել ու շարունակելու են տալ նորերը։ Տեսնում ենք, թե ինչպիսի քանակությամբ կանաչ տարածքներ են կորցնում Երևան քաղաքում, չնայած նրան, որ քաղաքապետարանն ասում է, որ տեղին են հատվել, բայց իրականությունն է, որ ամեն ծառչի, որ տեղին է հատվել, ծառեր կան, որ ուղղակիորեն հատվել են, այսպես կոչված ճակերտավոր դիզայնի համար։ Մենք հիմա փաստացի սխալ գործողությունների հետևանքով ունենք Երևանի կանաչ կմախքի կոտրման խնդիրը եւ դեռ տասնյակ տարիներ կանցնեն, միջև այս նորատունք ծառերը կկարողանան իրականացնել այն ֆունկցիան, որը սակավաթիվ ծառերը ունեին։ Բնապահպանի դիտարկմամբ կարճաժամկետ կարելի է կասեցնել Երևանի մոտակայքում գործող հանքերի գործունեությունը եւ բերել բոլորին օրենքի դաշտ, այնպես անել, որ այդ արտանետումները գոնե մի քիչ քչանան։ Եթե տեսչական մարմինը դուրս գա, այսպես ռեյդի եւ բերի օրինական դաշտ, հնարավոր է, որ ինչ-որ չափով այդ փոշին կրճատվի։ Նույնը կարելի է ասել մոտակա հանքերի մասին, ավազի հանքերը, գաջի գործարանը, որը սարսափելի, ուրեմն, այսպես արտանետումներ անում դեպի Երևան քաղաք։ Իրականում պետքա հատուկ ծրագրեր իրականացնեն փոխելու այս իրավիճակը։ Բնական ֆիլտր են համարվում կանաչ գոտիները։ Այն ծառերը, որ հատվեցին Երևան քաղաքում եւ տեղը տնկեցին սակուրաներ, որոնք որ մեր միջավայրին սովոր չեն եւ որոնք չեն կարող գոյատևել այս միջավայրում, դա փաստ է, այսինքն այդ բնական ֆիլտրը, որ փոշին եւ այլն նստում էր այդ ծառերի տերևներին եւ նա չէր թողում, որ օդի մեջ այդ մանր փոշու հատիկները շրջանառվեն, դա այլևս չկա եւ պետք է քաղաքը կանաչապատելու ծրագիր լինի դրա առումով։ Օդի հիմնական աղտոտիչներ են համարվում նաև աղբի, հատկապես պլաստիկի եւ տերևների այրումը։ Բնապահպանների համոզմամբ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը նույնպես նպաստեց օդի աղտոտվածությանը։ Նուբարաշենի հրդեհն էլ նոր բան չի։ Տարիներ շարունակ ինքը ժողովրդական լեզվով ասած մխում է, որովհետև բաց տարածք կա եւ ամեն տեսակի կենցաղային կոշտապոնները լցվում են այդ տարածքում եւ հրդեհներ են առաջանում։ Դրա հետևանքով դուք տեսաք, որ ամբողջ ամռան ընթացքում ինչպիսի իրավիճակ ստեղծվեց մեզ մոտ, սա շատ վտանգավոր է։ Օդը ուրեմն նետվում մետանը, CO-ն, CO2-ը, որը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար։ Ամենակարևոր խնդիրներից մեկը քաղաքաշինությունն ու կառուցապատումն են, որը դարձյալ չի հաջողվում կարգավորել օրենքով։ Ինչպես տեսնում եք, քաղաքաշինությունը բավականին քաոտիկ, օրենսդրական դաշտը այսպես անտեսվում է եւ արվում է այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, փոշին կեղտը ամբողջը լցվում է դեպի ուրեմն Երևան քաղաք։ Ինչ պետք է դրա համար արվեր, բազմիցս խոսվել է սրա մասին, նաև տեսչական մարմիններում են հանդիպումներ եղել, խոսվել է նրա մասին, որ տարածքը պիտի ջրցան մեքենաներով ուրեմն ջուր ցանվի, տարբեր տեսակի ուրեմն ցանցեր պետք է անցկացվի շինությունների վրա, որպեսզի այդ փոշին դուրս չգա շենքից դեպի արտաքին քաղաքի արտաքին մասը, սակայն դա շատ վատ է արվում։ Անուշ Պողոսյանն էլ փաստում է, թամանյանական Երևանից ոչինչ չի մնացել, քանի որ ոչ ճիշտ հաշվարկված շենքերի կառուցապատումը թույլ չի տալիս, որ քաղաքը օդափոխություն ունենա։ Հավելենք նաև ըստ ԱՀԿ տվյալների օդի աղտոտվածությանը վերագրվող մահերի ցուցանիշով Հայաստանը աշխարհի վատագույն 40 երկրների մեջ է գտնվում։ 183 երկրների շարքում զբաղեցնում է 144-րդ տեղը։ Այսինքն ինչքան բարձր է թիվը, այնքան վատ է վիճակը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։